Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցինք, յուրաքանչյուրն իր ճանապարհին դարձավ և Տերը նրա վրա դրեց մեր բոլորիս անօրենությունը։ Եսայի 53:6։ Ահա մի մեղքի խոստովանություն, որ բնորոշ է Աստծո բոլոր ընտրյալներին։ Նրանք բոլորն էլ ընկած են եղել։ Ուստի երկինք մտնող առաջին մարդուց մինչև վերջինը միաձայն ասում են. մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցինք։ Ինչևէ, այս խոստովանությունը որքան էլ միաբերան լինի, խիստ յուրահատուկ և մասնավոր է։ Յուրաքանչյուրն իր ճանապարհին դարձավ։ Յուրաքանչյուր անհատ իր առանձնահատուկ անձնական մեղքն ունի։ Բոլորն էլ մեղավոր են, սակայն ամեն մեկի մոտ մեղքը յուրովի է արտահայտվում։ Անկեղծ ապաշխարության նշանն այն է, որ թեև այն մեզ բնականորեն միավորում է ուրիշ զղջացողների հետ, սակայն միաժամանակ մի յուրատեսակ միայնության զգացողություն է հաղորդում մեզ։ Յուրաքանչյուրն իր ճանապարհին դարձավ։ Սա մի խոստովանություն է այն մասին, որ յուրաքանչյուր մարդ մեղանչել է լույսի դեմ իրեն հատուկ կամ միայն իրեն բնորոշ կերպով, մեղանչել է այնպիսի մեղսալիությամբ, որ բացի իրենից չի դրսևորվում ուրիշ ոչ մեկի մոտ։ Այս խոստովանությունն անվերապահ է։ Չկա մի բառ, որ նվազեցնում է դրա սաստկությունը, և մի վանք, որ ինքնարդարացման տեղ է թողնում։ Սա մի խոստովանություն է, որ դադարեցնում է ինքնաարդարացման բոլոր ճանապարհների փնտրտուքը։ Սա նրանց հայտարարությունն է, ովքեր գիտակցաբար են մեղանչել։ Մեղանչել են ծանր հանգամանքներում, մեղանչել են այրելով արդարացման բոլոր կամուրջները, և հիմա նրանք կանգնած են իրենց ապստամբության ջախջախված զենքերով և աղաղակում են. մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցինք, յուրաքանչյուրն իր ճանապարհին դարձավ։ Այնուամենայնիվ, ուշադիր կարդալով այս մեղքի խոստովանությունը, տեսնում ենք, որ այն չի ուղեկցվում անմխիթար հառաչանքներով, որովհետև հաջորդ նախադասությունն այն գրեթե երգ է դարձնում. Տերը նրա վրա դրեց մեր բոլորիս անօրենությունը։ Սա մեր 3 նախադասություններից ամենացավալին է, բայց այն լի է մխիթարությամբ։ Տարօրինակ է, որ այնտեղ, որտեղ թշվառությունը գլուխ է բարձրացնում, վրա է հասնում ողորմությունը։ Այնտեղ, որտեղ վիշտը հասնում է իր գագաթնակետին, այդտեղ հոգնած հոգիները հանգիստ են գտնում։ Խոցված փրկիչը բժշկություն է խոցված սրտերի համար, այնպես որ խոնարհ ապաշխարությունը հայացքը սևեռելով խաչափայտից կախված Քրիստոսին, իր տեղը զիջում է ամուր վստահությանը։